Բարյոս ելիքորեր եղբայրներ ջան, եկեք անդրադառնանք մեր թեմային, ինչպես պայքարենք դեպրեսիաների դեմ։ Մենք սկզբից ասենք, որ 5 թեզիս կա, որ 5 թեզիսի ամբողջությունը կբերի մեզ արդեն աստվածաշնչյան որոշակի առումով դեպրեսիաների դեմ ճիշտ պայքարելու։ Առաջի թեզիսի մեջ մենք դիտարկեցինք մարդաբանության կարևոր բաժին, անթրոպոլոգիայի պայմանական մոնիզմը, որտեղ տեսանք, թե ինչպիսի կապ կա մեր նյութականի եւ ոչ նյութականի միջեւ, այսինքն մեր ֆիզիկական մարմինների եւ հոգիների եւ շնչի միջեւ, տեսանք ոչ միայն նրանց կապը անբաժանը, նաեւ տեսանք նրանց փոխազդեցությունը մեկը մյուսի վրա։ Երկրորդ թեզիսի մեջ մենք անդրադարձանք նաեւ, որ որքանով էլ մեր հոգիների հատկությունները, որոնք բնութագրում են մեր հոգիները, մեր բանականությունը, մտածելակերպը, հասկացողությունը, մեր որոշումները, մեր կամքի դաշտը, մեր զգայարանները, մեր զգացմունքների էմոցիոնալ դաշտը, որոշակի զգայարաններ, տեսանք որոշակի առումով որքանով էլ մեր հոգին, երբ որ բաժանված է մարմնից, մահվան process-ի ընթացքում պահպանում են այդ հատկությունները, այսինքն հոգիները, երբ որ մենք տեսնում ենք որոշակի հատվածներում աստվածաշնչյան մահացածների հոգիները, նրանք աղոթում են, աղերսում են, որոշակի առումով նույնիսկ վրեժխնդրություն են խնդրում, նրան արտահայտվում է նրանց կամքը, նրանց որոշումները, այսինքն այդ բոլոր հատկությունները պահպանում է իր ամբողջական հատկություններով։ Սակայն երբ որ մենք խոսում ենք, որ հոգիները միացած են արդեն ֆիզիկական մարմիններին, մանավանդ որ մենք խոսում ենք այս կյանքում ապականացու մարմիններին, որոնք ժամանակավոր են, մենք տեսնում ենք, որ այդ մարմինների սահմանափակությունը, նրանց հատկությունները մեծ ներգործություն ունեն մեր այդ հոգու ընդհանուր հատկությունների վրա։ Այսինքն, եթե վնասված է մեր մտածելակերպի համար պատասխանատվություն կրող օրգանը, ուղեղը, մենք տեսնում ենք, որ որքանով էլ հոգին ունի այդ հատկությունը եւ անթերի է, մարմինի միացած ժամանակ մենք տեսնում ենք, որ վնասված է մարդու մտածելակերպը, եթե նրա ուղեղը վնասված է, այսինքն չի կարողանում իր արտահայտի իր մտքերը, չի կարողանում իր կամքը արտահայտի, ամեն դեպքում տեսնում եք, որ այս սահմանափակումը մարմնի հետ միացության մեջ առկա է։ Ինչի ենք մենք սա նայում, որպեսզի կարողանանք ամբողջությամբ տեսնենք մարդուն, որպես իր բնությունով, այսինքն մարմին եւ հոգի միացությունը եւ իրար վրա ազդեցությունը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ կտրապես դեպրեսիայի աղբյուրը։ Եվ նաեւ դիտարկեցինք, որ դեպրեսիայի աղբյուր կարող հանդիսանալ մեր ֆիզիոլոգիական մարմնի որոշակի տկարությունները, հատկությունները, որոնք ազդեցություն ունեն մեր հոգիների վրա եւ արտադրում են որոշակի հոգեվիճակ, հոգեկան վիճակ, որը կարող է հանդիսանալ դեպրեսիա, եւ տեսանք, որ նաեւ կարող որոշակի փորձառություններ, փորձություններ, որոնք ազդում են մեր հոգիների վրա, արտադրելով հոգեվիճակ, այդ հոգեվիճակը կարող է անդրադառնալ մեր ֆիզիոլոգիական մարմնին եւ կատարի ֆիզիոլոգիական մեր մարմնի մեջ որոշակի հորմոնային փոփոխություն, որը նույնպես իր հերթին կազդի եւ կմղի մարդուն դեպրեսիվ վիճակներ։ Այսինքն, մեկը մյուսի վրա փոխազդեցությունը առկա է։ Այնպես չի, որ միայն մեկ աղբյուրից է գալի դեպրեսիայի վնասը։ Դրա համար սա նայելով մենք դիտարկեցինք մարդուն ամբողջությամբ, այսինքն եւ կարանք հասկանանք, որ ֆիզիկական մարմնի ազդեցությունը կա հոգեվիճակի վրա եւ կարանք տեսնենք, որ նաեւ որոշակի հոգեվոր ջանք կարա ունենա հաղթություն մարմնի որոշակի տկարությունների վրա, քնկոտության վրա, տկարության, հոգտատության վրա, սոյի վրա եւ հաղթահարվի այդ հատկությունը։ Ամեն դեպքում տեսանք, որ եւ մարմինը կարա ազդի հոգու վրա եւ հոգին կարա ազդի մարմնի տկարությունները։ Սա տեսանք։ Հիմա շատ կարևոր է անդրադառնանք երրորդ թեզիսին եւ երրորդ թեզիսի մեջ ուսումնասիրենք, թե ինչպես կարա մարդու անցյալը, հետաքրքիր է, որ մարդը ունի նաև անցյալ, այդ անցյալը ազդում է մարդու ներկայի վրա։ Երբ որ մենք ասում ենք մարդու անցյալը ազդում է մարդու ներկայի վրա, ի նկատի ունենք ներկա եւ ֆիզիոլոգիական, այսինքն եւ նյութական մասի վրա, մարմնի վրա, եւ նրա հոգեկան վիճակի վրա։ Այսինքն, երբ որ անցյալը ազդում է մարդու հոգեկանի վրա, իհարկե ազդում է այն հատկություններով, որոնցից է բանականությունը, հիշողությունը, մտածելակերպը։ Հիշողությունը մեր բանականության որոշակի ոլորտն է։ Այսինքն հիշողության միջոցով կարա ունենա ազդեցություն անցյալը մարդու ներկա կյանքի վրա։ Մի քիչ հետո կանադառնանք սրա։ Եվ նաև մեր անցյալը ֆիզիոլոգիական կերպով կարա ազդի մեր ներկա ֆիզիկական վիճակի վրա։ Օրինակ, եթե սա շատ պարզ է, եթե անձը ժամանակին իր անցյալում եղել է թմրամոլ եւ թմրամոլության պատճառով վնասել է իր առողջությունը, կարա վնասի օրինակ որոշակի առումով ենթաստամոքսային գեղձը, ստամոքսային կամ որոշակի ֆիզիկական օրգաններ վնասի, այդ օրգանների վնասվածքը իհարկե փոխանցվում է նաեւ ներկայում, այսինքն դա չի նշանակում, որ ապաշխարելուց հետո մարդու բոլոր օրգանները արդեն ամբողջությամբ առողջանում են, կամ կարանք ասենք, եթե անձը թմրամոլության պատճառով կորցրել է իր ոտքը, այդ սահմանափակությունը
սահմանափակությունը մեկ ոտք ունենալը փոխանցվել է իր ներկայի մեջ։ Ինքը Քրիստոսի մեջ նոր արարած է, բայց կրում է անցյալի վնասը, այսինքն ինքը մեկ ոտքով է Քրիստոսի մեջ։ Սա չի նշանակում, որ ինքը ապագայում փառավորյալ մարմինների ժամանակ, որ կստանա մեկ ոտք կստանա։ Ոչ, կստանա կատարյալ մարմին, բայց լինելով այս ապականացու մարմնի մեջ, սակայն փրկագնված հոգիով, ինքը կրում է այդ անցյալի վնասը եւ այդ անցյալի վնասը որպես սահմանափակում ինքը այդ անցյալի վնասով ապրում է ներկա Քրիստոսի մեջ եղած կյանքը եւ բանալին հաղթությունը այդ անցյալի վնասի ոչ թե անցյալում անձը պետք չի հետ գնա որոշ բաներ խոստովանի որ ոտքը նորից ձեռք բերի այլ Քրիստոսի մեջ եղած նրան տված Քրիստոսի շնորհքի զորությունը բավարար է որ ինքը ծառայի մեկ ոտքով այնպես Քրիստոսին որ կարծես երկու ոտք ունի սա կատարյալ Աստծո շնորհքի բաղադրիչն է պարծանքը Աստծունն է այսինքն բանալին անցյալի վնասի գտնվում է հաղթության վրա վնասի հաղթության գտնվում է ներկայի մեջ ոչ թե անցյալի նույնպես մենք պետք է անդրադառնանք նաև հիշողության միջով ինչպես է ազդվում նաև մեր ներկան մեր հոգեվիճակը որը նույնպես կարող է մղի մեզ որոշակի դեպրեսիվ վիճակների եւ մենք անդրադառնանք հոբի հատվածներից մեկին նորից երրորդ գլխի որտեղ հոբի ընդհանուր բնութագրի մեջ պատմության մեջ երրորդ գլուխը այդ դեպրեսիվ վիճակն է որով անցնում է հոբը Եվ մենք կտեսնենք ինչպես հոբի կյանքում որոշակի հիշողություններ կարան ազդեցություն եւ այդ հիշողությունները կարան ազդեցություն եւ դրական առումով եւ բացասական օրինակ դրական առումով հոբի կյանքում կտեսնենք որ այդ հիշողություններն են որ ցույց են տալի հոբին որոշակի դեպրեսիայից ազատվելու նշույլներ մենք կանադանանք սա եւ կան հիշողություններ որ հոբը ուղղակի դեպրեսիայի մեջ արտահայտում է որպես վախ կանադանանք հիմա սրանց եկեք նայենք Եթե հիշում եք դեպրեսիայի ախտանիշ, մենք ասենք կարևորագույն ախտանիշներից մեկը դա կյանքի նկատմամբ եւ մարդու ֆունկցիոնալ ծառայության դերի նկատմամբ հետաքրքրության կորուստն է։ Մարդը չի ցանկանում ապրել եւ հոբը այս պարագայում 21 համարում նույնիսկ ինքը գանձի նման որոնում է իր մահը։ Ինչպես է մարդը գանձ որոնում, ինքն ասում է այդպես, ինչպես է մարդը տենչում գանձի, այդպես ես տենչում եմ մահվան։ Այդ աստիճանի ցավերը շատ են, որովհետեւ Երկրորդ գլխի վերջում, եթե ուշադիր եք, հոբի ցավերը այնքան են սաստկանում, գրված է ցավերը սաստկացան եւ հոբը նույնիսկ 7 օր 7 գիշեր չի կարողանում խոսալ։ Եվ նրա մխիթարիչները նույնպես տեսնում են հոբի կարգավիճակը եւ լուր են ունում 7 օր 7 գիշեր։ Եվ դրանից հետո երբ որ հոբը սկսում է խոսել, առաջի բանը որ հոբը անում է, անիծում է այն օրը, որ մարդիկ նշում են եւ ուրախանում են։ Նույնիսկ ծննդյան օրը։ Հոբը սկսում է անիծել եւ 16 համարից Հոբը անդրադառնում է սալդարամետականներին, մահացածների աշխարհին եւ ասում է Երանի ես այդտեղ լինեի եւ լույս տեսած չլինեի եւ կա 25 համարում որոշակի այդ հիշողության նշույլներ, որոնք նույնիսկ նպաստում են, որ մենք տեսնենք թե ինչի համար էր հոբը կատարել։ Եկեք հիշեք մի կարևոր բան։ Հոբի կատարելությունը մի քանի բառով ամբողջացնում Աստվածաշունչը։ Հոբը կատարյալ էր իր դարաշրջանում բոլոր մարդկանցից, դա նշանակում է այն հայտնության չափաբաժինը, այն Աստված ճանաչության չափաբաժինը, որ Աստված տվել էր այդ դարաշրջանում հոբին մարդկանց, հոբը դրա մեջ կատարյալ էր։ Հոբի կատարելություն բառը չի ցույց տալի, որ հոբը Քրիստոսի նման կատարյալ է։ Ճիշտ պետք է հասկանալ։ Կատարյալ է նշանակում է այդ չափաբաժնի մեջ, Աստվածաճանաչության, Աստված հայտնության այդ չափաբաժնի մեջ հոբը հավատարիմ էր։ Սրա մասին է խոսքը։ Եվ այդ չափաբաժնի մեջ ուշադիր եղեք գրված է բառեր հոբը Աստվածավախ էր եւ չարությունից փախչող հիմա մեր այս հատվածում 25 համարում հոբը խոսում է թե ինչի համար էր ինքը չարությունից փախչում որտեվ հոբը վախենում էր պատժից եւ հիմա ինքը սա է ասելու 25 համարում բայց եկեք 16-ից նայենք թե ինքը ինչպես է անիծում իր օրը եւ ինչպես է գանձի նման տենչում իր մահվան օրը սա դեպրեսիայի կարևորագույն հատկություն ախտանիշներից մեկը սիմպտոմներից մեկն է կամ թաղված վիժվածի նման, որ չէի լինի, այն մանուկների նման, որոնք լույս չտեսան։ Տեսեք ինքը ինչ է տենչում այդ վիճակի մեջ։ Այնտեղ ամբարիշները դադարում են չարանալուց եւ այնտեղ հանգչում են ուժից ընկածները։ Կապվածները հանգստանում են միասին։ Հարկահանի ձայնը չի լսվում, որովհետեւ մեկը չի գալի ասում նալոգդ մուծի։ Այսինքն, տեսեք ինքը արդեն իր այդ դեպրեսիայի մեջ բերում այս կյանքի բոլոր դժվարությունները, որոնցով անցել է, որոնց մասին ինքը երբեք չի խոսացել։ Դեպրեսիայի մեջ ինքը սկսում է դա արտահայտել։ Ասենք շատ կարևոր է, որ մենք տեսնենք։ Փոքր եւ մեծ այդտեղ են, ծառան եւ ազատը իր տիրոջից։ Տեսեք, ծառա եւ տիրոջ ազդեցությունը, տիրոջ
հսկողությունը կամ տիրոջ հանձնարարությունները ծառային, տիրոջ դաժանությունը, այսինքն ամեն դեպքում ինքը ամեն ինչին անդրադառնում այդ կարգավիճակում։ Ասում այդտեղ որևէ մի բան չկա։ Հիմա տեսեք, նա ինչու համար է թշվառին լույս տալիս եւ դառնա հոգիներին կյանք, որոնք սպասում են մահվան եւ նա չի գալիս եւ նրան գանձերից ավելի են որում։ Ինչ է մահվանը։ Սպասում են մահվան եւ մահը չկա։ Գանձից ավելի որոնում են մահվան։ Ինչ է ասում Հոբը, արտահայտում է իր դեպրեսիան, կյանքի նկատմամբ, իր ֆունկցիոնալ դերի նկատմամբ անհետաքրքրությունը, ամբողջությամբ հիասթափությունը։ Ուշադիր նայեք մի կարևոր բան։ Հոբը կենտրոնացած չի Աստծո վրա։ Հոբը կենտրոնացած չի, որ Աստված կարա իրան ազատի այդ վիճակից, այլ կենտրոնացած է իր անձի վրա, ինչպես անի, որ այդ վիճակներից խուսափի եւ որն է գտնում որպես միջոց մահը։ Սա դեպրեսիայի մեջ եղող անձի կարևոր հատկություն է սերներս։ Դրա համար շատ կարևոր է մենք ուսումնասիրենք այս բոլոր հատվածները եւ հասկանանք ինչ է կատարվում, բայց ուշադիր նայեք Հոբի վրա ազդեցություն ունի ինչ է ֆիզիոլոգիական ցավերը, երբ որ սատանան Աստծուց վերցրեց թույլատվություն, որպեսզի հարվածի Հոբի մարմնին, այստեղ ամբողջ խնդիրը մարմնի ազդեցությունը ամենամեծն է սերներս։ Դրա համար մենք դիտարկեցինք մարմնի ազդեցությունը մեր հոգեվիճակների վրա, որ կարա առաջացնի որոշակի առումով դեպրեսիվ վիճակներ։ Բայց ուշադիր նայեք, ինչ հիշողության մասին է խոսքը, ինչպես է անցյալը արտահայտվում այդ վիճակներում կամ ինչպես կարող ազդի եւ դրական եւ բացասական։ Հիմա առաջինը դրական առումով, տեսեք ինչ է ասում, որովհետեւ այն երկյուղից, այն երկյուղալի բաներից, որ վախենում էի, 25 համարը նայեք։ Որովհետեւ այն երկյուղալի բաներից, որ վախենում էի, ինձ հանդիպեց ներկայում։ Երկրորդ, եւ ինչից որ սարսում էի, հասավ ինձ։ Ոչ խաղաղություն ունեմ, ոչ հանգստություն եւ ոչ հանդարտություն եւ վրդովմունք է եկել։ Այս երեք բառերը այնպիսի կերպով են արտահայտում դեպրեսիան, ուշադիր նայեք, ոչ խաղաղություն ունեմ, ոչ հանգստություն, հույսեր չունեմ։ Խաղաղություն չունեմ ներկա, հույսեր չունեմ, ոչ էլ հանդարտություն, չեմ կարողանում ինչ-որ միտեղ մի բան գտնեմ, մխիթարվեմ, այդպիսի ցավերի մեջ եմ։ Եվ վրդովմունք է եկել, բարկություն, անորոշություն, հիասթափություն է եկել, վրդովմունք։ Տեսնում եք սա դեպրեսիայի նկար, բայց ուշադիր նայեք անցյալը, ինչից որ վախենում էի, եկավ ինձ վրա։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք անցյալի ազդեցության մասին, պետք է հասկանանք, որ որոշակի անցյալում հիշողություններ կարան նպաստեն մեր դեպրեսիվ վիճակում։ Օրինակ, մեր հիշողությունների հետ մեր կյանք են եկել մեր որոշակի սնոտիա պաշտությանը վերաբերող զգացմունքներ, որոշակի վախեր, որոշակի զգուշություններ։ Օրինակ, անձը կարա զգուշանա մի բանից առանց հասկանալու, որ դա աստուարժեքային համակարգի մեջ դրական բան է, թե բացական։ Ես հիշում եմ իմ ընկերներից մեկը, ես որ նոր ապաշխարել էի, փորձում էի Աստվածաշունչը տրամադրել եւ ասում եմ Աստվածաշունչ կարդացեք, որպեսզի Աստծուն ճանաչեք։ Ընկերներիցս մեկը գիտեք ինչ է, միգուցե հիմա ինքը կլսի, ասեց իմ տատիկը ինձ մեծացրել է, իմ տատիկը դաստիարակել է իմ տատիկս եւ տատիկս ինձ ասել է Աստվածաշունչ երբեք չկարդաս, ով որ այդ գիրքը կարդում է, խփնվում է, գժվում է։ Եվ ինքը այդ վախով մեծացել է։ Երբ որ ես իրան ասում եի Աստվածաշունչ կարդա, ինքը վախվորած ասում էր իմ տատիկն ինձ ասել է այդ գիրքը չկարդամ, այդ գիրքը կարդացողը խփնվում է։ Այսինքն տեսեք, որոշակի առումով սնոտիա պաշտություն է ձևավորվել, որոշակի դաստիարակություն, չէ՞ որ տատիկը իր համար հեղինակություն է, չէ՞ որ տատիկը իր վատը չի ուզում։ Այսինքն տատիկը չիմանալով շատ հանգիստ կարա վնասի եւ այդ վնասը հիշողության կերպով գալիս է մեր ներկա։ Եվ այսպես շատ բաներ է գալի հիշողության հետ մեր կյանք ներկայում, որը կարա վնասի։ Ուրեմն, ինչպես ես ասացի, ֆիզիոլոգիական կարա ոտը կորցնի եւ այդ վնասը ներկայում գտնվի մեկ ոտով Քրիստոսի մեջ, սակայն նաեւ կարա հիշողության միջոցով վնասը գա հոգեկան աշխարհ եւ վնասի եւ մղի ավելի դեպրեսիայի։ Ուրեմն, այս առումով սերներս մենք տեսանք, որ նաև Հոբի կյանքում ասա ներկա, որոշակի առումով Հոբի պարագայում այն դրական է, որովհետև որոշակի առումով տեսնում եք ինչի համար էր ինքը չարից փախչում, վախենում էր պատժից, բայց ասում այդ ինչից որ ես վախենում էի, հիմա եկավ եւ դրա մեջ եմ։ Եվ այստեղ արդեն կարա բացասական լինի։ Այսինքն սա մի բան է, որ տեսեք, Հոբին ուշադիր նայեք այստեղ, շատ կարևոր բան է, սա մասին եք խոսալ, հիշողությունը այս կողմից է ազդում։ Հոբը կենտրոնանում է այդ վախերի վրա։ Հոբը չի կենտրոնանում, ուշադրությունը չի հանում դեպի Աստված, որ կարող է իրեն այդ վիճակից ազատել, այլ կենտրոնանում է այդ վախերի վրա, ասում արդեն սրանք եկան իմ կյանք, եւ սկսում է իր այդ կյանքում կենտրոնանալ եւ խորանալ դրանց մեջ։
եւ փոխանակ օբյեկտիվ մտածի, այսինքն անդրադառնա Քրիստոսի շնորհքի ազատարար հատկության, ինքը անդրադառնում է իր ներկա վիճակին եւ խորանում է իր վիճակի մեջ։ Իր ցավերը դիտարկում է ավելի խորը, այսինքն ցավերի մեջ խորանալով դուք ցավերը չեք փարատի սիրելիներս։ Առավել պետք է մեր ուշադրությունը մեր անձից կտրել եւ տանել դեպի փրկիչ, դեպի մեզ այդ վիճակից հանողի վրա։ Եթե կընտրենք մեր վրա, մենք գիտենք, որ մենք այդ հատկությունը չունենք, ավելի խորանալու ենք դեպրեսիայի մեջ։ Այսինքն այս հիշողությունը կարա եւ օգտակար լինի, որոշակի ժամանակ օգտակար է եղել հոբին պահելա չարությունից, վախը այս պատժի, բայց հիմա արդեն ազդում է նրա վրա որպես դեպրեսիայի նշան։ Ուրեմն սրանք շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Ուրեմն շատ կարևոր է հասկանանք դեպրեսիայի մեջ եղած ժամանակ, երբ որ մեր ուշադրությունը կենտրոնանում է մեր անձի վրա, մեր անցյալի վրա, օրինակ մի բան ասեմ, նաև ես հիշում եմ քուրերից մեկը միշտ ինքը տրտմած էր, միշտ տրտմած եւ այդ տրտմության պատճառը, երբ որ հարցնում էի, անդադար խոսում էր այդ մասին։ Նշանակում այդ քրոջ ուղեղի մեջ, հասկացողության մեջ անդադար սա պատտվում էր, անդադար։ Այսինքն տեսեք, ինքը երբ որ լսում էր մի քարոզ, որը մի քիչ գոնե իրան ոգևորում էր, ավելի ուրախություն էր գալ իր կյանք, նորից անպայման անդրադառնում էր այդ հիշողության եւ ընկնում էր տրտմության մեջ։ Որն էր դա։ Ինքը անդրադառնում էր իր կյանքի անցյալին, թե ինչպիսի կյանք ապրե, եւ այդ կյանքի անցյալի կատարած սխալների վրա կենտրոնանալով կորցնում էր ներկա Քրիստոսի մեջ եղած իր ուրախությունը։ Շատ եղեք սրան։ Ես ասում եմ, ինչի ես տրտում, ասում եմ, ես ինչ հիմարի մեկն եմ, ինչի ես շուտ չեկա Քրիստոսի եւ ամուսնացա այսինչի հետ, որը հիմա իմ ամբողջ կյանքը սարքեց դժոխք։ Եթե ես դրա հետ ամուսնացած չլինեի, այն ժամանակ ուրիշ ճաշակ ունենայի, ուրիշ ակնկալիք ունենայի, ուրիշ մտածելակերպ ունենայի, ես դրա հետ չէի ամուսնանա եւ այսպես իր կյանքի ցիկլը անդադար պատտվում է իր անցյալի վրա եւ այս մարդու անցյալը անդադար իր ներկայի մեջ է, նրան բերելով հիասթափություն եւ դեպրեսիվ նշաններ։ Այսինքն ինքը կենտրոնանում է իր անցյալի վրա։ Պողոս Առաքյանը նույնպես խոսում է իր անցյալից, բայց ինքը օգտագործում է իր անցյալը ներկայի հաղթության համար, ուրախության համար։ Ինքը ասում է, անցյալում ես այսպիսին էի, բայց հիմա Քրիստոսի մեջ ես այսպիսին եմ։ Այսինքն ինքը չի կենտրոնում անցյալում ինքը ով էր եւ անդադար զղջա իր անցյալի կատարածի մասին։ Տեսեք, շատերը կենտրոնում են դեպրեսիվ վիճակը, երբ որ կենտրոնում են եկեղեցու բացասական տարերի վրա։ Բոլոր եկեղեցիներում սերնես գոյություն ունի խնդիրներ, չկա եկեղեցի երկրի վրա, որ խնդիր չունի, որտեղ երկրի վրա եկեղեցին կատարյալ չի։ Հիմա, բայց անձը կենտրոնանում է դրանց վրա, կենտրոնանալով դրանց վրա ընկնում է դեպրեսիայի մեջ, անդադար ինքը մտածում է այդ վատ բաների մասին, այս ինչ որ մեկի արած խնդրի մասին, այդ տեսես մեկն էլ արեց նույնը, այս մեկն էլ արեց նույնը, այն հրճակավոր մարդն էլ նույնը արեց, հասկացանք։ Բայց չէ որ մենք հիմա Քրիստոսի մեջ ենք, չէ որ հիմա մենք պիտի կենտրոնանանք մեր հայացք ուղղենք Քրիստոսի վրա, ոչ թե ուղղենք այդ կատարվածների վրա։ Այս է ամբողջ խնդիրը։ Այսինքն այդ անցյալի ազդեցությունից հաղթություն ունենալու համար բանալին ոչ թե անցյալն է, այլ ներկա մեր վիճակը Քրիստոսի մեջ։ Հաղթությունը Աստծո շնորհքի ազատարար հատկության վրա է պետք մտածել, որ ազատում է մեզ այդ հաղթությունով, այդ անցյալի հիշողություններից, ոչ թե ընկնել եւ անդադար, ինչպես ասում են, այսպես ցիկլային անցնել այդ հիշողություններով։ Ուրեմն տեսեք, եւ նաեւ որոշակի առումով շատ մարդիկ իրենք զղջում են իրենց արածի համար, կարծես թե Քրիստոսը իրանց չի ներել։ Մի հոգի գիտեք ինչ ասեց։ Ասեց Քրիստոսը կարող է ներել, ես ինձ չեմ կարողանում ներել։ Գիտեք ինչ է սա նշանակում։ Հպարտության գերագույն աստիճանը։ Այսինքն Քրիստոսը իր ամբողջ սրբությունով, իր անարատությունով կարողացել է քեզ ների, դու այնպիսի մի սուրբ ես, որ քեզ չես կարողանում ներես։ Սա ուղղակի ծիծաղելու է եւ սա հիասթափության աղբյուրներից մեկն է։ Ես ինձ չեմ կարողանում ներեմ, ասում է։ Սա դեպրեսիայի նշան է, ասես, կենտրոնացած է իր անձի վրա։ Ուրեմն, որպեսզի հասկանանք, բանալին գտնվում է ներկայում։ Ներկա մեր կարգավիճակը Քրիստոսի մեջ, մեր հաղթությունը Քրիստոսով ամեն ինչի պատասխանն է, սերներս։ Առաքյալները իրենց թղթերում, որպեսզի եկեղեցիներին մղեն ջանքի Քրիստոսի համար ապրելու, ասում են նայեք Քրիստոսին, որպեսզի չթուլանաք, որպեսզի ցնկնեք, նայեք Քրիստոսին, նայեք Աստծուն որպես խրատող հոր, ոչ թե դատավոր, նայեք, որպեսզի կարողանաք կանգնեք եւ նրա համար ապրեք այս կյանքերը։ Այսինքն սրանք կարևոր նշաններ են։ Եկեք անդրադառնանք Ֆիլիպեցիս թղթին եւ Ֆիլիպեցիս թղթում մենք անդրադառնանք որոշակի նշանների, որ առաքյալը խոսում է։ Պողոս առաքյալն անդրադառնում է իր անցյալին, բայց անցյալը օգտագործում է ներկա մղումները ավելի
ներկա մղումներն ավելի յուրահատուկ անելու, ավելի ներկա մղումները զորացնելու համար։ Այսինքն ինքը շատ լավ հասկանում է, թե ինքը ով էր անցյալում, եւ ինքը բերում է անցյալում որոշակի հատկություններ եւ ասում այն ժամանակ ես սրանցով պարծենում եմ, հետո հասկացա, որ սրանք ինձ ամենավնաս բաներն են, բայց ասում է հիմա ես դրանք մոռացել եմ։ Դրանց վրա չեմ նայում, ասում է կգան մարդիկ, որ դրանց մասին կխոսան, նրանք, որոնք ասում է կգան ձեզ թլպատություն կքարոզեն, որ սրանով, ասում է ես այդպեսին էի, բայց վերջ, ես հիմա Քրիստոսի մեջ նոր արարած եմ, ասում է մոռանում եմ այդ հետինները եւ դեպի առաջիններն եմ նկրտում։ Այս սա Պողոս արքել, բայց այնտեղ ինքը կարևոր բաներ ասում, որ ես ում անդրադառնանք։ Ինքը խոսում է Քրիստոսի մեջ խաղաղության մասին եւ անդրադառնում ասում է սա մի խաղաղություն է, որ մարդկային մտքից վեր է, այսինքն մարդկային մտածելակերպի արդյունք չի այդ խաղաղությունը։ Մեր մարդկային մտածելակերպով դա չի, դա Աստծո շնորհքի բաղադրիչ է։ Աստվածը անում իր շնորհքով, որ մեզ հանի այդ կարգավիճակից եւ այդ շնորհքի վրա մտածելն է, որ այդ շնորհքի ներգործությունով մենք ազատվում ենք այդ կարգավիճակից։ Հիմա մի խաղաղություն, դա ասում է հոգս մի արեք, եւ մենք անդրադառնանք ինչ է նշանակում հոգս մի արեք։ Եկեք հիմա այդ հատվածը անդրադառնանք։ Մենք անդրադառնանք Ֆիլիպեցիս եւ 3-րդ գլխին եւ 4-րդ գլխին, որտեղ այս երկու գլուխներում էլ կա հատվածներ, որոնք ուղղակի ցույց է տալի, թե ինչպես պետք է անձը վարվի անցյալի հիշողությունների հետ, ինչպես պետք է մենք հաղթանակ ունենանք մեր անցյալի որոշակի ազդեցությունների վրա։ Տեսեք 4-րդ գլխի հենց առաջի համար ասում է ուրեմն իմ սիրելի, ուշադիր եղեք, որ Պողոսը գրում է բանտից։ Ուրեմն իմ սիրելի եւ բաղձալի եղբայր, իմ ուրախությունը եւ իմ պսակը, այսպես հաստատ կացեք Տերումը սիրելիներ, այսպես հաստատ կացեք Տերումը, եւ ինչպես հաստատ կենանք Տերումը, կկարդանք 3-րդ գլխում։ Այսպես հաստատ կացեք, Տիրոջ մեջ հաստատ կացեք։ Հաստատ կենալ նշանակում է չընկնել անորոշության մեջ, չընկնել դեպրեսիաների մեջ, չընկնել հիասթափության մեջ, այդ անորոշությունը, հիասթափությունը, հուսահատությունը, դեպրեսիվ նշաններ են սերես։ Չընկնեք դրանց մեջ, հաստատ կանգնեք Տերումը Քրիստոսի մեջ։ Եվ 4-րդ համարում ասում է ուրախ եղեք Տերումը ամեն ժամանակ։ Երկրորդից 3-րդ համարներում ինքը խոսում է որոշակի դիտողություններ է տալի քույրերի, ասում է իրար հետ համահունչ եղեք, միևնույն միտքը ունեցեք, իրար հետ ծառայեք, բայց 4-րդ համարում ասում է ուրախ եղեք Տերումը ամեն ժամանակ, նորից դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Մի հատվածի մեջ երկու անգամ շեշտում է ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Ինչի համար պիտի, ինչն է պատճառը որ ուրախ եղեք, հետևի համարը նայեք։ Ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց, Տերը մոտ է։ Այսինքն հետևից երբ որ ասելու է ոչինչ հոգս մի արեք, այդ հոգս անելը կապված է որ մտքի հետ, Տերը մոտ է։ Տերը մոտ է, ոչ մի բանի համար հոգս մի արեք։ Ինչ է նշանակում հոգս մի արեք։ Ինքը չի ասում մի հոգացեք որոշակի բաների համար։ Հոգս մի անել նշանակում է մի ընկեք անորոշության, մի ընկեք շփոթության մեջ, սերներս։ Որովհետև եթե մենք անդրադառնանք հետագայում, տեսնում ենք եւ Պողոսը եւ Տիմոթեոսը հոգ էին անում եկեղեցիների համար։ Եկեղեցի համար հոգ քաշում էին։ Հոգ քաշելը եւ հոգս անել տարբեր բաներ։ Այստեղ հոգս մի արեք նշանակում է Տերը մոտ է, այսինքն որոշակի Տիրոջ հետ հարաբերության հետ է կապված։ Հոգս մի արեք, այսինքն մի ինգեք անորոշության եւ հիասթափության մեջ, մի ինգեք, վայ ինչ պիտի ուտենք, վայ ինչ պիտի անենք, ոչ, այսինքն մի քիչ հետո որ դուք նայեք, կտեսնեք առաքել ասում է ուրախ եմ որ դուք ինձ օգնեցիք։ Նայեք, ես չեմ ուզում կարդալ, որպեսզի ժամանակը խնայենք։ Ասում է ես գիտեմ, ասում է որ ինձ համար ամեն ինչ ուղարկեցիք, բայց ասում է ես սովորել եմ բավարարված լինել, եւ ունենալ, եւ չունենալ, եւ շատ ունենալու, եւ քիչ ունենալու մեջ, ես սովորել եմ գողունակ լինել։ Որտեղից ասա գալի Տիրոջը վստահելուց, Քրիստոսի շնորհքին, ազատարար շնորհքին նայելուց դեպի ապագան։ Տեսեք, մեր ներկան մխիթարող է Քրիստոսի մեջ եւ մեր ապագան փայլուն եւ փառավոր, բայց մենք կենտրոնանում ենք մեր անցյալի վրա եւ զղջում ենք մեր անցյալի մասին անդադար, թողնելով մեր մխիթարող ներկան եւ մեր փայլուն ապագան։ Այս դրա մասին է խոսքը։ Դրա համար 3-րդ գլխում առաքյալը, այսինքն ինչ որ ասում է հոգս մի արեք, որովհետև տեսեք բառը ես որ հիմա կարդամ, ոչինչի հոգս մի արեք, որովհետև վերևում ինքն ասում է ձեր հեզությունը թող հայտնի լինի ամենին։ Հեզություն նշանակում է վրեժխնդրություն մի արեք, ձեր անձերով հարցերի լուծում մի տվեք։ Դուք թողեք ամեն բան Տիրոջը։ Հեզությունը սրա մեջ է, սիրելիներս։ Դեպրեսիվ վիճակը վրեժխնդրությունն է, նեղ սրտելն է, հիասթափությունն է, սա նպաստում է որ դուք խորանաք դեպրեսիայի մեջ։ Ինչ է տալի մեզ, նայեք Տիրոջը, ներկայու ապրեք ներկայով, մի խորացեք անցյալի մեջ։
Այսինքն Աստված մեզ հիմա բերել է ներկայի մեջ եւ ինքը զորավոր կերպով ներգործում է մեր ներկայում։ Նայեք սրան եւ ձեր ուրախությունը պիտի գա։ Եթե մենք այսօր անդրադառնանք եկեղեցիներին, իմիջիալոց եկեղեցի ասելով ես նկատի ունեմ տիեզերական եկեղեցին եւ տեղական։ Հիմա խոսում ենք տեղականի մասին։ Տիեզերական եկեղեցին բոլոր վերստին ծնված Քրիստոսի մեջ եղած անձիկ են։ Տեղական եկեղեցին այն համայնքն է, որում դուք գտնվում եք։ Այդտեղ ոչ բոլորն են տիեզերական եկեղեցու անդամ, այսինքն ոչ բոլորն են վերստին ծնված։ Դրա համար եթե մենք հիմա նայենք տեղական եկեղեցիների, ուշադիր եք, խնդրում եմ ձեզ, ինչ եք տեսնում, ուրախ քրիստոնյաներ, թե տրտմած, որոշակի առումով անորոշության մեջ եղող։ Դա համար շատ այսօրվա բնութագիր, երբ որ մարդկանց հարցնում ես քրիստոնեության մասին, չեն ասում, որ քրիստոնեությունը մի ուրախալի բան է։ Քրիստոնեությունը դիտարկում են որպես հոգսերով լի մի ինչ-որ սա անեմ, թե չանեմ։ Ոչ, քրիստոնեությունը իրականում Քրիստոսի մեջ եղած հայացքը կենտրոնացած է Քրիստոսի վրա, ուրախ է։ Եվ Երանի Աստված իր շնորհքով ներգործի մեր ամեն մեկի վրա, որպեսզի Քրիստոսի ուրախությունը եւ խաղաղությունը մեր սրտերի մեջ հորդի եւ բոլորը մեզ Քրիստոսի մեջ տեսնեն այս ուրախությունով եւ խաղաղությունով։ Եվ մեր հեզությունը բոլորի աչքի առաջ հայտնի լինի, այսինքն մեր Աստծուն հանձնել եւ Աստծուն վստահելը։ Հիմա տեսեք, այս առումով երրորդ համարի մեջ եկեք անդրադառնանք, որը խոսում է հիշողության մասին։ Տեսեք, հենց երրորդ գլխի առաջի համարը նորից եմ շեշտում։ Պողոս առաքյալը գրում է բանտից։ Ինչ է գրում բանտից։ Այսուհետև իմ եղբայր ուրախ եղեք Տերումը, միևնույն բանը ձեզ գրել ինձ համար ձանձրություն չէ, բայց ձեզ ապահովություն է։ Ուրախ եղեք Տերումը։ Եվ անմիջապես անդրադառնում է ներկային եւ երբ որ ինքը խոսում է 8 համարից, 5 համարից, 8 օրվա թլպատված օրենքի առումով արդարություն, անարատություն, ինքն ասում է դրանք իմ անցյալն են, բայց հետո ես հասկացա, որ դրանք ինձ վնաս եւ այս բոլորը աղբ եմ համարում Քրիստոսին շահելու համար, եւ տեսեք ինքը ինչ անում, կենտրոնանում է ինչ կարևոր սկզբունքի վրա, ուշադիր նայեք։ Եվ ինքն ասում է, տեսեք, երբ որ խոսքը գնում է նրա անցյալի եւ ներկայի մասին, տեսեք 14 համարից 13 համարից եղբայր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ։ Շատ լավ ինքը հասկանա, բայց ներկայի վրա է կենտրոնացած։ Դեռ չեմ հասել։ Հիմա ասում եմ ձգտում եմ, բայց մեկ բան կա, յետևի բաները մոռանալով, յետևի բաները թողել եմ, մոռանալով, ձգտում եմ դեպի առաջիները կամ նկրտում եմ դեպի առաջիները։ Յետևի բաները մոռանալով, ուշադիր եք, եղբայր, եւ իմ անձը չեմ համարում, որ հասած, բայց մեկ բան կա, յետևի բաները մոռանալով դեպի առաջի լինողներն եմ նկրտում, հետևում եմ դեպի նպատակը, Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը։ Արդ որոնքս կատարյալ են կամ հոգևոր հասակ ունենք, այս մտածենք եւ եթե մեկ բան էլ ուրիշ կերպով մտածենք, այն էլ Աստված կհայտնի մեզ եւ մեզ հայտնում է Աստված, որ մեր ուշադրությունները կենտրոնացնեն Քրիստոսի վրա։ Այսինքն ինչպես են ազդում մեր անցյալը, կարա անցյալը ունենա ազդեցություն, այո, եւ ֆիզիոլոգիական մեր մարմնի վրա եւ մեր հոգիների վրա որոշակի հոգեվիճակ արտադրելով։ Սա մեր երրորդ թեզիսը, որի մասին ուզեցա խոսենք։ Եվ հաղթությունը անցյալի վրա բանալին գտնվում է ներկայում։ Կարիք չկա գնալ անցյալ, զղջալ, հարցեր լուծել, որպեսզի ներկայում խաղաղություն ալ։ Խաղաղությունը այստեղ է։ Ուղղակի նայեք այն ազատարար շնորհքին, որ ձեզ ազատել է այդ անցյալից։ Մի կենտրոնացեք նորից այդ անցյալի վրա։ Թող այդ հիշողությունները չվնասեն եւ չմղեն ձեզ դեպրեսիայի։ Սա ամենակարևորը, որ այսօր ուզեցանք անդրադառնանք սրան։ Կարևոր է, որ 4-րդ գլխում առաքյալն անդրադառնում է, որ ես ոչ մի բանի կարողություն եմ եւ ինքը ուրախանում ասում, շնորհակալ եմ, որ ուղարկեցիք որոշ օգնություն ինձ համար Ֆիլիպեցիների եկեղեցին, բայց շեշտում է, որ ես ոչ մի բանի կարիք չունեմ, որտեղ ասում է, այս ամեն բանի կարող եմ։ Եվ այս ամեն բանի կարող եմ ցույց է տալի, որ առաքյալը կենտրոնացած է ներկա Աստծո շնորհքի վրա։ Ամեն բանի կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Այսինքն այդ շնորհքը ամեն ինչի մեջ նրան տալիս է բավականություն եւ գոհունակության հոգի, որը ազդեցությունն է անցյալի չար խորհուրդների, մտքերի, զղջումների վրա։ Դրա ձեզ օրդիր փառքեմար։ Մենք կանադառնանք մեր 4-րդ թեզիսին, 5-րդ թեզիսի մեջ խոսենք արդեն բուն պայքարի կերպերի մասին, 5-րդ թեզիսի վրա մենք կանադառնանք որոշակի առումով հոգեկան հիվանդություններին եւ տեսնենք արդյոք հոգեկան հիվանդությունները հանդիսանում են միայն որպես պատժի միջոց, թե նրանք կարան այլ նպատակների համար Աստծո կողմից թույլ տրվեն մեր հավատացյալների կյանք։ Հոգեկան հիվանդությունների մասին խոսենք, որը նույնպես ազդեցություն ունի որոշակի առումով դեպրեսիայի առումով, դրա համար խոսենք եւ կտեսնենք նաեւ մի քիչ նրա բնութագիրը։ Տերը ձեզ օրհնի փառքի համար, ամեն։